Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կառավարություն ձևավորելու համար ազգային ժողովում կայուն մեծամասնություն պատգամավորների ընդհանուր թվի շուրջ 54% ունենալու պահանջը չի լինի նոր սահմանադրության նախագծում, որն իշխանությունները նախատեսում են ժողովրդի դատին հանձնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է որոշել, սա նշանակում է, որ եթե ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ համապատասխան թվով մանդատներ չունենա այս դահլիճում, միաժամանակ խորհրդարան անցած մեկ այլ թիմի հետ կոալիցիա չկազմի, ապա ոչ թե առավելագույն ձայներ ստացածները կգնան երկրորդ փուլ, այլ մասնակից բոլոր քաղաքական թիմերը, առանց որևէ առավելության։ Ասել է, թե գործընթացը կսկսվի 0-ից։ Արդարադատության նախարարը, ով ի պաշտոն է գլխավորում է մայրօրենքի բարեփոխումների խումբը, հիմնավորում է ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից են այսպես ճիշտ գտել։ Նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրություններին եւ նոր ընտրությունների արդյունքներով, եթե կրկին չձևավորվի այդ մեծամասնական ուժը, այդ դեպքում նոր արդեն ունենալու են երկրորդ փուլ ըստ էության այն կարգավորումներով, ինչպեսիք որ այսօր կան։ Մի քիչ բարդ է այստեղ ի վերջո ասել որն է ճիշտ լուծումը։ Ընտրական փորձագետը պարզաբանում է երկրորդ անգամ ոչ թե երրորդ փուլով, այլ մեկնարկային կետից ընտրությունների գնալը խնդրի լուծման եվրոպական մոտեցումն է, հնարավոր մյուս բոլոր տարբերակներից միայն մեկը։ Կարելի է այլ մեխանիզմներ էլ հնարել։ Մենք մենակ կպել ենք այս երկրորդ փուլ գնալու մեխանիզմին, այնինչ այլ մեխանիզմներ էլ գոյություն ունեն։ Բայց այդ պարագայում պետք է սահմանադրությունը ավելի լուրջ փոփոխել։ Օրինակ, կառավարությունը ժամանակավոր կարող է ձևավորել նախագահը կես տարով, եթե կես տարուց հետո կոալիցիա չձևավորվի, նոր գնալ ընտրության, որովհետև եթե դու անմիջապես ես գնում ընտրության, հնարավորությունը, որ նույն արդյունքն է ստանալու, շատ մեծ է։ Սահմանադրագետի աչքն էլ մեկ այլ հանգամանք է առնում, շարունակում է մնալ խորհրդարանական պետություն, բայց ընդունում ենք նոր սահմանադրություն եւ ոչ թե պարզապես բարեփոխում գործող մայրօրենքը։ Մասնագետն է հարցնում, եթե իշխանությունները հրաժարվում են նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը, խաղաղության պայմանագիրը ստորագրելու Ալիևի նախապայմանի հետ կապել եւ փոխարենը պատճառաբանում են, թե մեր պետության գլխավոր իրավական փաստաթղթի նկատմամբ հանրային վստահության պակաս կա, ապա սահմանադրագետն ընդգծում է, բարեփոխելով հնարավոր չէր լինելու հրաժարվել, այդ թվում մայր օրենքի նախաբանից, որն էլ Ադրբեջանի նախագահի կոկորդին է մնացել։ Ուրեմն ինչպես հասկանալ այս թնջուկը։ Կան մեծամասնության միջոցով դա հենց խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրներն է հարից, ապահովում է կայունությունը տվյալ պետությունում, որովհետև երբ ժողովուրդը ձևավորում է իշխանությունը, բնական է, որ ընդդիմությունը մշտապես քննադատության է արժանացնում մեծամասնություն կազմող իշխանությանը, եւ այդ կայունության միջոցով է իշխանությանը հնարավորություն տրվում իր ծրագիրը կյանքի կոչելու։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական փաստաթղթային խաղաղության վերջին խոչընդոտին, ինչպես մեկնաբանում է Բաքուն, Հայաստանի սահմանադրության նախաբանում մեր պետության հռչակագրին հղում անելուն, որտեղ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու մեր ազգային նպատակը, իսկ Ալիևի համար այն իրենց նկատմամբ իբր տարածքային պահանջ է, ապա բարեփոխումների խորհուրդն այն պահել, չպահելու հարցին դեռևս չի հասել, հետևապես որոշում էլ չունի։ Հոդված համար 248 սրանք Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետների ստորագրած խաղաղության պայմանագրի այն կետերն են, որոնք Բաքվի բռնապետը սկսեց ոտքի տակ առնել ոտքը սպիտակ տնից դեռ դուրս չդրած։ Նախախաղաղության երկրորդ հոդվածով օրինակ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սակայն անցնող 4 ամսվա ընթացքում Ալիևի եւ նրա պաշտոնյաների լեզվից այդպես էլ չիջավ, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որն իրականում Թրամփի պատվին կոչված երթուղին է, Հայաստանի ինքնիշխան տարածքով ապահովելու Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ անցումը։ Չորրորդ կետում ներքին գործերին չմիջամտելու հանձնառությունն է, բայց հենց նույն պայմանագրի նախաստորագրությունը վերջնական դարձնելու համար Ալիևը առանց ավելորդ դիվանագիտական աճ պարարության ուղիղ ասել է, պետք է փոխվի մեր մայրօրենքը, սահմանադրությունը, որտեղ էլ իբր տարածքային հավակնություններ կան իրենց նկատմամբ։ Իսկ սահմանադրական փոփոխության պահանջն ինչ է, եթե ոչ ներքին գործերի միջամտություն, ընդ որում այս գնահատականը հենց պաշտոնական Երևանն է տվել։ Եվ վերջապես հոդված համար 8 պայքար ռասայական խտրականության դեմ։ Սա օգոստոսի 8-ին Ամերիկայում պատմական կոչված իրադարձությունից 17 օր հետո Ալիևը մոռացավ նահանգների նախագահի առջև ինչ երդումներ է տվել։
Հայ հասարակությունը հիվանդ է, եւ ես սա բացահայտ ասում եմ։ Պայմանագրի մի կողմը չի ցանկանում իր շահը պաշտպանի, մյուս կողմը պարզա որ ցանկացած խախտում մարսելու է։ Եվ եթե դրույթը պայմանագրի նախաստորագրված փաստաթղթի էական պայման ենթադրող դրույթ է, ապա հայկական կողմը հետ կանգնի մնացած բոլոր դրույթներից, ասելով որ մինչև մի այս դրույթը չապահովի ինքը առաջ չի գնալու։ Այդ փաստաթուղթը իր հիմքով բավականին իրավական տեսանկյունից բավականին խոցելի է, անուղղակիորեն արդարացնում են էթնիկ զտումները Արցախի, բոլոր առումներով քաղաքական գործոն ավելի մեծ է, քան իրավական։ Ինչ վերաբերում է պայմանագիրը վերջնական դարձնելուն, ասել է թե հայ-ադրբեջանական փաստաթղթային խաղաղության կուլմինացիային հասնելուն առայժմ կոնկրետ ժամկետներ չկան։ Բաքուն մեր սահմանադրությունը փոխելու պահանջից հետ չի կանգնում, իսկ Երևանում պաշտոնյաները բանաձևում են, թե մեծ հույս կա ապագայում պայմանագիրը կստորագրվի։ Խաղաղության գործընթացն այս պահին բնականon հունով շարունակվում է եւ մենք մեծ հույս ունենք, որ համաձայնագիրը ապագայում կստորագրվի։ Այս առումով կան նաեւ անընդհատ կոնտակտներ։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ոչ թե Ալիևի պահանջը բավարարելու, այլ մայր օրենքի նկատմամբ հանրային վստահության պակասի պատճառաբանությամբ են Հայաստանի իշխանությունները նախատեսել անցկացնել եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Այսինքն առնվազն 6 ամիս փաստաթղթային խաղաղությունը չի գա ու չի գա։ Մինչև այդ փորձագետները նաեւ պնդում են Ադրբեջանի հասարակական տրամադրություններում էական փոփոխություններ չկան։ Միջազգայնագետը այստեղ Ալիևի օգնական Հաջիևի խնդրանքն է հիշեցնում։ Բաքու այցելած հայ քաղաքասարակության ներկայացուցիչներին, թե մեր հանրությանը փոխանցեն, որ կոնֆլիկտն իրենց համար ավարտվել է։ Եթե մենք խոսում ենք երկու պետությունների միջև հարաբերությունները կարգավորելու գործընթացի մասին, ապա նման հայտարարություններ հենց պետք է ղեկավարության կողմից հնչեն, բայց իրականում մենք ինչ ենք տեսնում, որ ղեկավարության կողմից Ադրբեջանի հնչում են բոլորովին հակառակ հայտարարություններ։ Ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը հնարավոր ու անհնար ինչ քայլի ասես, որ չդիմեց տորպեդահարելու խաղաղության գործընթացը։ Եզրակացնում է մասնագետն ու հավելում. Ալիևի կաբինետին էլ սպասումն է պատել, սպասումը Հայաստանի ընտրության, ինչ խորհրդարան կձևավորի հայ ժողովուրդը, հետագա հաշվարկների համար է։ Ինչպես արձանագրված է 3 գումարած 3 տարածաշրջանային համագործակցության հարթակի 3-րդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Ընդհանուր ընկալմամբ այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Պայմանավորվածություն լինելու դեպքում կտեղեկացնենք, նշել է նա։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան Մարտունի Գետապ ճանապարհի 2-րդ կիլոմետրին ստուգման նպատակով կանգնեցրել են վազ մագնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիգ կա։ Վարորդը եւ ուղևորը մեքենայով հանդերձ տեղափոխվել են համայնքային ոստիկանություն։ Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիգ։ Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին։ Մեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Սևանի բաժին եւ ստուգման արդյունքում հայտնաբերվել է 154 սիգ։ Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Պարեկների տեխնիկական հնարավորություններից էլ է դա գալիս, թե քանի ոգի են, ինչ տեխնիկական հնարավորություններ ունեն, արդյոք անձնակազմը բավարար է նրա համար, որպեսզի ամբողջ այդ Սևանալճի հայլիով, տարածքով իրենք հետևեն, թե ինչա կատարվում։ Սա նաև սոցիալական խնդիր է, եթե մենք պետությունը, կառավարությունը հնարավորություն ստեղծի համայնքներում աշխատանք ունենան եւ իրենց հույսը չդնեն միայն ձկնագողության վրա, ապա խնդիրը ավելի շատ շուտ կլուծվի։ Խնձորեսցի Արա Գրիգորյանի ոչխարի հոտից 150-ից ավել գառ է սատկել նրա ընտանիքը վարկ էր վերցրել, տանջանքով տնտեսություն ստեղծել ու հիմա նրա խոսքով ամեն ինչ ջուրն է լցվում։ Գյուղատնտեսական վարկ եք վերցրել տնտեսությունը զարգացնելու նպատակով։ Էսենց հաստատվել հիմա մոտակա այս 26 թվականի մոտակա ժամանակներում մայր գումար կա, մեծ գումար կա, մուծելու ես չեմ մանում։ Եթե պետությունը չօժանդակի, մենք չեմ մանում ինչ
անի առաջ է կանգնելու։ Գյուղում մոտ 10 օր է փոքր եղջերավոր անասունների անկում է նկատվում, տեղացիների խոսքով անկումները սկսվել են հանկարծակի, կենդանիները կորցրել են ախորժակը, թուլացել եւ մի քանի ժամ անց սատկել։ Թեև որոշ հովիվներ ենթադրում են, որ պատճառը կարող է լինել վարակիչ հիվանդությունը կամ թունավորումը, սակայն պաշտոնական հաստատում դեռ չկա։ Նոյեմբերի 25-ից սկսվել է, դեմից մի 4-5 հատ են սատկել, չենք մտածել, որ կարող ասենք, երևի չենք կարող մացնենք տիրություն անենք, դրա համար է տենց եղել։ Հետո արդեն պարզվեց, որ ոչխարները սկսեցին կաղել, ասում են տարածված դաբաղ հիվանդություն կա, երևի դրանից, Եվ ոչխարը ֆորմալինի լուծույթով մեկ էլ կրալին խառնել ենք, տենց մասնագետներից հարցրել ենք, ոտերը անցել է, ասենց վաննա սարքած, գառներին էլ պենեստրեպ, նեոստրեպ, ինչ ասել են, տենց մի գրամից սրսկել ենք, որը փրկվել է, որը չի փրկվել, մոտ մի 250 հատ գառ ա եղել, հիմա մնացել է մի 100 հատ, ոնց տեն մեքենա մեջներ էլի հիվանդ կան, 150 հատը սատկել է։ Խնդրի մասին տեղյակ են նաև պատկան մարմինները, նորանշանակ վարչական ղեկավար Արմինե Սաֆյանի խոսքով արդեն քայլեր են ձեռնարկվում։ Քննարկել եք մասնագետի հետ, դիմել համապատասխան մարմիններին, անում եք ամեն ինչ յոքուտ գյուղացու։ Խնձորեսկի անասնաբուժական ծառայությունը սատկած կենդանիներից վերցված նմուշներն ուղարկել է լաբորատոր փորձաքննության, պարզելու հնարավոր վարակները։ Փորձաքննության պատասխանները սպասվում են առաջիկա օրերին։ Որ պատասխանները գա տեսնեք, դա ինչ հիվանդություն է։ Դե միկրոբային հիվանդություն, թե հողային ինֆեկցիոն հիվանդությունները մեջ չեք կարող իմանալ։ Բայց կարծեմ տոքսիկ լուծելա, դեզինտերիա, գառների մոտ է ուրիշներից վարակիչ հիվանդություն չկա։ Գյուղի բնակիչները մտահոգված են, քանի որ կենդանիների անկումը լուրջ տնտեսական հարված է համայնքին։ Բացի նյութական վնասից, մարդիկ վախենում են նաև հիվանդության տարածման հնարավոր ռիսկերից։ Ոչխար եք վայել, դե գառերը կոտորվել են, գյուղապետարան դիմել եք, անասնաբուժարան գնացել եք, դե բան արել, միջի օրս էլ հələ կոտորում են գառը։ Ոչ մեկն էլ չկա, որ մի բան ասի, մեկ էլ բուժեք ոչխարը։ Որապես մի 150 հատ գառ սատկել, արդեն սատկել է, էլի այդքան։ Մնացածներ մի քանիսը լավ են, մնացածներ կոտորվում են էլի։ Հələ հեսա մի 10-15 օր այս հիվանդությունը կա, ոչ մեկը կարևոր ոչ մի բան չի ասում, որ բուժի։ Մինչ մասնագետները փորձում են հասկանալ ինչն է խափանել Խնձորեսկի հոտերի խաղաղ ընթացքը, գյուղացիներն ամեն առավոտ մտավախությամբ են մոտենում գոմերին, հուսալով, որ այս անգամ գառների շարքում նոր կորուստ չեն տեսնի։ Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում արոտավայրերը տարեցտարի նվազում են։ Գյուղացիներն ասում են, սա ոչ միայն տնտեսական, այլ նաեւ սոցիալական խնդիր է։ Անասնապահությամբ զբաղվող ընտանիքները կանգնել են լուրջ դժվարությունների առաջ։ Արոտավայրերի կրճատման պատճառները բազմաշերտ են, սկսած բնական պայմաններից մինչեւ վերջին տարիներին ի հայտ եկած անվտանգային եւ ջրային խնդիրները։ Գեղարքունիքի այս լանջերը դեռ մի քանի տարի առաջ հարյուրավոր այծերի ու կովերի արոտատեղի էին։ Այսօր դատարկ են, գյուղացիները պարզաբանում են, փոփոխությունները 3 հիմնական պատճառ ունեն՝ կլիմայական չորացում, ոռոգման ջրի պակաս եւ պատերազմից հետո տարածքների կորուստ, ինչն էլ սահմանափակել է արոտավայրերի հասանելիությունը։ Վախենալու է, էլի անասունը, որ արդեն անցնում է փսավարից են կողմ, այնտեղ բաց տեղեր կասեք անցնի, նա արդեն կողմից, եթե կամերան ֆիքսեց, որ այդ անասունը անցավ, մեր սահմանապահ զորքերը կարող է այդ բերել տա։ Ոռոգման համակարգերը կամ չեն գործում, կամ էլ ջուրը չի հասնում մինչև արոտավայրեր։ Արդյունքում անասուն պահելը դարձել է գրեթե անհնար, ասում են համայնքների բնակիչները։ Մասնագետները նշում են, արոտավայրերի նվազման վրա հատկապես զգալի ազդեցություն է ունեցել 2020-ի պատերազմը։ Սյունիքի մի շարք բարձունքներ ու տարածքներ ըստ էության այսօր մնում են անհասանելի։ Գյուղացիները չեն կարողանում ազատ շարժվել կամ մոտենալ սահմանային արոտավայրերին։ Ռազմական գործոններից բացի, վերջին տասնամյակներում հանրապետության արոտավայրերում ուժեղացել է հողի էրոզիան, նվազել արժեքավոր բույսերի քանակը։ Այս ամենը հանգեցնում են նրան, որ բնակչությունն ավելի դժվարությամբ է կարողանում անասուններ պահել, ինչը սպառնում է ավանդական ապրուստի ձևերին։ Ինչ էլ որ կա Հայաստանում, դրանք էլ արդեն դարել են մեր սահմանապահ գոտիներ, որտեղ արոտի դուրս բերել կենդանիները հնարավոր չի։ Բայց Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն արոտավայրերը, նույն ձևի ավելի վատ ձևով, ավելի արագ տեմպերով պակասել են խոշոր եղջերավոր, մանր եղջերավոր
կենտանիների քանակները։ Պատերազմից հետո սահմանների նոր գծանշումը շատ համայնքների համար անվտանգության ռիսկեր է առաջացրել։ Նախկինում հասանելի արոտավայրերը այսօր կամ փակ են, կամ էլ գյուղացիներն են վախենում այդ տարածքներ մտնել։ Սա իսկապես մեծ հարված է տարածաշրջանի անասնապահությանը, ասում է գյուղոլորտի փորձագետը։ Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ Սյունիքում արոտավայրերի կրճատումը արդեն զգալի տնտեսական հետևանքներ է թողնում։ Գյուղացիները շեշտում են, եթե չլուծվեն ոռոգման ջրի խնդիրները, չվերականգնվեն անվտանգ մուտքերը եւ քայքայված ենթակառուցվածքները, անասնապահությունը հարավային եւ հարավարևելյան մարզերում կարող է լուրջ անկում ապրել։